Փառք Հիսուսին։ Ամեն, ամեն, Տերը օրհնի բոլորիդ։ Սենց այսօր մի հետաքրքիր սենց վերնագիր եմ դրել քարոզի նորից պատերազմ։ Սա ժողովուրդ կասեն հերիք չի, ով գալի ասում է նորից պատերազմ։ Չեղավ մեկը գար ասեր խաղաղության մեջ ենք։ Չեղավ մեկը գար ասեր նորից ինչ որ լավ բան։ Ով գալի ասում է նորից պատերազմ ու անընդհատ պատերազմեր ու եթե ես դες ասեմ, եթե ճիշտ մարդը դնի ճիշտեր խոսավ, ասելու է լավ բանի չսպասես։ Հետո կարտիկ կանենք ասեն այ քեզ բան դուխ տալ էլի, սենց հա, այ քեզ դուխ տալ, եկել է ասել է Ժողովուրդ ջան, լավ բանի չսպասես։ Բայց գիտես հետաքրքիրն է, երբ որ մարդը ասում է նորից պատերազմ, դա մի ուրիշ բան է նշանակում։ Նշանակում է, որ մեզ պետքա պատրաստվել։ Ամեն։ Ամեն, բայց ես գիտես մի հետաքրքիր բան կա, որ կուզենամ անընդհատ շեշտադրում անեմ, ու ես անընդհատ, գիտես, շեշտադրում կանեմ, մեջբերում կանեմ ես կոնկրետ այդ բառերը, որտեղ շատ մարդկանց կյանքում սկսած ինձանից, սկսած մեզանից, մի հետաքրքիր բնավորություն կա, որ այդ ամեն ինչը մեր կյանքում միշտ տեղի ունենում, գիտես, հանձնվելու, չհանձնվելու պատերազմի ընթացքը։ Ու գիտես հետաքրքիր է, որ ես այսօր Հովսեփից եմ խոսալու, մեր եղբայրը որ ասեց Հովսեփ ծառայություն, Հովին ասում եմ, ես ինչ Հովսեփ ծառայություն եք անում, դու կարող ես պայմանավորվել եք Հովսեփին հրավիրել եք ներկայացնել, Հովսեփ ծառայություն եք անում, ասեց, հա, մենք կերակրում ենք մարդկանց, որովհետև Հովսեփը 7 տարի կերակրեց Փառք Տիրոջը։ Ես այսօր Հովսեփից եմ խոսալու։ Ու գիտեք հետաքրքիր է, իմ համար Աստվածաշնչում հերոս, որպես հերոս։ Ես միշտ Աստվածաշնչյան հերոսներից Հիսուսին առանձնացնում եմ։ Իմ համար Հիսուսը Աստվածաշնչյան հեղինակն է։ Ինքը իմ Աստվածն է, մեր Աստվածն է։ Իսկ որպես հերոս իմ համար Հեսուն է հերոս։ Որտեվ Հեսուն շատ ծանր ու հավատարմության ճանապարհ անցավ։ Բայց ես այսօր կխոսամ Հովսեփից, որտեվ Հովսեփը մի յուրահատուկ բան տեղի ունեցավ իր հետ, որ մեզ բոլորիս կյանքում դա տեղի ունենում։ Դու հետաքրքիր նայել ես քո կյանքին, որ շատ ժամանակ դու աղոթում ես ինչ-որ խնդրի համար, դու չես ստանում, կողինդ ստանում է։ Եղել է, չէ՞։ Եղել է, չէ՞, որ դու հիվանդ ես, աղոթում ես հիվանդի համար, հիվանդը բժշկվում է։ Եղել է, չէ՞, որ մեկի աղոթում ես քո օրհնության համար, կողքին տա օրհնվում։ Ու թարսի պես այն ինչը դու ես ուզում։ Չէ, կներեք։ Ու գիտես այնքան հետաքրքիր է, որ ես նայել եմ, որ շատ մարդկանց կյանքում, գիտես գալիս են քեզնից խորհուրդ են հարցնում, դու այդ խորհուրդը տալիս ես, դու իրան աղոթում ես, իր հետ աղոթում ես, բան ես անում, ցենց մեծ եղբոր դիրքում ես, ու մեկ էլ գիտես այդ նույն խորհուրդը դու օգտագործում ես, քո կյանքում չի աշխատում, իր կյանքում օրհնություն ալու։ Ու կանգնած ասում ես, այ քեզ բան։ Աստված ջան, ես կարող եմ մի բան ինչի։ Էս ո՞նց եղավ, որ սենց եղավ։ Գիտես հետաքրքիր է, որ Հովսեփը 17 տարեկան ժամանակ մի երազ տեսավ։ Ու այդ երազը իր համար խնդիր եղավ։ Եղել է քո կյանքում որ դու խոսք ստանաս, ու այդ խոսքը քո համար խնդիր դառնա։ Ես այսօր այնքան մի հատ կարևոր բանից եմ խոսալու։ Մի բառից եմ խոսալու, մի բանից անընդհատ ես օրինակներ կբերեմ։ Խնդրում եմ այս բանը միշտ ուշադրություն դարձնեք, որտեղ հենց էսա որ մեզ նորից խեղճացնում է, դրա համար ես ուզում եմ անընդհատ ասեմ, նորից չհանձնվես։ Շատ ժամանակ սատանան ուզում է, որ մեզ պահի ինչ-որ բանի մեջ ու ասի տեսա ժամանակ կար, որ դու կռիվ էիր տալիս։ Ու նորից չստացվեց քո մոտ։ Շատ ժամանակ լինում է, չէ՞ որ մեր կյանքում այս փորձությունից հելնում ես, պատերազմներից հելնում ես, անապատից հելնում ես, նորից ընկնում ես փորձության մեջ։ Այ քեզի բան, մարդիկ այսքան պատերազմ են արել, այսքան աղոթքներ են արել, այսքան ընտանիքի համար տառապել են, բիզնեսի համար ներդրում են արել, ու մեկ են նորից դժվարություն, բայց ես չէի սպասում։ Հովսեփի կյանքում գիտես այն խնդիրը սկսավ այն ժամանակ, երբ որ ինքը սկսեց երազ տեսնել ու ես անընդհատ շեշտելու եմ 17 տարեկան ժամանակ։ Հետաքրքիր չէ՞ որ պատանին 17 տարի լսել է Աստծո մասին, ու իր սրտի մեջ բացի Աստծո խոսքից ուրիշ բան տեղ չունի։ Պատկերացնես քո սրտում մեջ ինչքան էլ դժվար լինի, ես մի անգամ կանգնեցի հարցրեցի, ասի Տեր Աստված, մեր կյանքում այնքան դժվար իրավիճակներ կա, որ թվում է թե դու Աստծո ներկայությունից հեռու ես։
Թվում է դու ուզում ես ամեն ինչ ճեղքես, բացես ու գաս նստես Աստծո ներկայության մեջ, բայց չի ստացվում։ Ես իմ կյանքում էլ տեն ժամանակ կար։ 2 ամիս լացելով սպասել եմ, գիտես, չի ստացվում ոչ մի ձևի։ 250 կիլոմետր գնում, 250 կիլոմետր հետ եմ գալի, լացելով ասում Տեր Աստված, խի սենց, ինչի սենց եղա, մեկ սենց մի հատ մեղմ ձայն։ Հովսեփն էլ էր ուզում գար տուն։ Ու պատկերացնում ասում լավ։ Հովսեփը այնքան լավ էր զգում իրան բանի պետապրեսի մոտ, ստրուկի կարգավիճակում։ Հեչ էլ տես չէր։ Երբ որ իր աղբերները որոշել էին, որ իրան ծախեն ու ծախեցին, այնպես չէ, որ Հովսեփը պլանավորել էր, որ պիտի տենց լներ։ Հովսեփն էլ էր ուզում գար տուն։ Բայց գիտես, երելիս, ես քեզ մի բան ասեմ, եթե Հովսեփը չանցներ այդ ճանապարհը, եթե Աստված չընտրեր իրան այդ ճանապարհը, Հովսեփը չէր լինի այն մարդը, որը որ եղավ վերջում 30 տարեկան ժամանակ։ Սերլիս հետաքրքիր մի հատ բան եմ ասում ուշադիր լսի։ Քո համար ո՞նց է հեշտ լսել այն մարդուն, ովքեր որ անցել են դժվարության միջով, թե այն մարդը, որը որ իր կյանքում դժվարություն չի տեսել։ Շատ ժամանակ մարդիկ գալիս են քեզ խորհուրդներ են տալի, որը որ սկի դրա պատասխանատվության ընթացքը սկի չեն էլ պատկերացնում։ Ու գիտես ինչ հետաքրքիր ես օրինակներ եմ տեսել։ Ես սա խոսում եմ սրտից սիրտ ու իրականությունից եմ խոսում։ Նեղված դու մարդը, գիտես, նեղված մարդը մարդ է ման գալի։ Սելիս մարդ Աստված ստեղծել է մարդուն իր նմանության պատկերով։ Լավ չէ լինի, որ նեղված մարդը կենդանի ման գար։ Նեղված մարդը ման գալի, որ իր սրտին օգնող լինի, ոչ թե ես չգիտեմ ինչ, այսօր ճիշտ է, շատ բան է փոխվել, բայց սելիս ես հավատացած եմ, որ փառք Տիրոջ ունենք հովիվներ, ունենք ծառայողներ, որ սրտիդ կողքին ճիշտ սիրտ կկանգնի։ Այ մենք դրա կարիք ունենք, ոչ թե ֆինանսների կամ ինչ-որ մի բանի։ Մարդուն, գիտես, մարդուն գալիս ես ուզում ես նեղվածությունդ հանես, որ դրան օգնեն, մենք ասենք, շատ չես, լավ չես աղոթում։ Ծոմ չես պահում։ Էսի արի, մեկ էլ ֆինանսներից մեջ մի քիչ ցնես չի ստացվում, բայց դա Աստծո ճանապարհն է, հիշի, շատ ժամանակ Աստծո ճանապարհն է։ Մենք հենց անում, այ դու ես սխալ ես անում, այ դու ես սխալ ես անում, քիչ էլ նայում, որ հանգարց մի անգամից մի բան չուզես։ Կամ մարդուն, որ մոտենում ես մի հատ օգնության, չէ՞, տենց հիմա այս վերջերը շատ է, չէ՞, տեղի ունեմ, հենց մարդուն մոտենում ես մի հատ խորհրդի կարիք ունի, իմանում պարկով փող ես ուզում։ Մեկ էլ մինչև հարցնում ես մի հատ նայես, այս կողմն ինչ չկա։ Սելի սաղ փոխվել է։ Բայց ես քեզ ասեմ, մեզ պետք է ուղղակի զորանալ ու նորից չհանձնվել։ Ես այսօր մի բանի վրա կխոսամ անընդհատ կկենտրոնացնեմ, ես խնդրում եմ էսի մեր կյանքի վրա մի քիչ լավ անցկացնենք։ Ու գիտես հետաքրքիր էր, Հովսեփի ճանապարհը սկսվեց այն ժամանակ, երբ որ ինքը Էրաս տեսավ։ Շատ ժամանակ քո ընթացքը, իմ ու քո ընթացքը սկսվում է այն բանից, երբ որ մենք խոսք ենք ստանում, երբ որ մենք մի բանի դնում ենք, պատկերացնում ես, երբ որ դու սաղ կյանքդ սովորել ես, որ պիտի ճիշտ ապրես, պիտի սուտ չխոսաս, պիտի սես չանես, պիտի բարի մարդ լինես ու սրտից ազատ լինես, ու պիտի շարժվես Աստծո խոսքով։ Տես մարդ կա, որ պրինցիպներ ունի, իր կյանքում բաներ ունի դրած ու դրանով շարժվում է, ու այդ բանը քո կյանքում տեղի չի ունենում։ Հիմա դուք պատկերացրեք, 10 տարի 10 տարի անց է, երբ որ Հովսեփը Էրազա տեսել։ Ես այս տարիները ուզում եմ շեշտեմ, որ դու պատկերացնես։ 10 տարի անց է, երբ որ Հովսեփը Էրազա տեսել ու հայտնվել է ստրկության մեջ։ Ու այնքան հետաքրքիր բան է տեղի ունենում, երբ որ Հովսեփը ստրկության մեջ է։ Գրված է, որ Հովսեփի պատճառով պետապրեսի տանը օրհնություն եղավ։ Հովսեփը ստրուկ վիճակում, այսօր քո կարգավիճակը կարող է հեչել քո ուզածը չլինի, հեչել Աստծո ասածը չլինի։ Աստված ասել է, որ սաղ քեզ խոնարհվելու եմ։ Աստված ասել է, որ ես քեզ բարձրացնելու եմ։ Աստված ասել է, որ քո ընտանիքում սենց անելու։ Հեչել կարող է տենց չլինի, բայց քո պատճառով ուրիշները օրհնված են։ Որ գալի ասում են, վայ ինչ լավ է, որ դու եկար, վայ ինչ լավ է, որ դու ասեցիր, վայ ինչ լավ է, որ դու կաս, վայ ինչ լավ է, որ դու իմ կյանքում ես բանը ասեցիր։ Մենք կանգնեցին, մի րոպե։ Բայ ես։
Հովսեփի պատճառով այսօր հենց քո պատճառով շատերը օրհնության մեջ կլինեն։ Ու դու նորից չհանձնվես ու գիտես շատերը ստեղ կանգնած կոտրում են ասում են մի րոպե, այս մի բան է սենց չի, սենց պետք է չլներ։ Դու պատկերացնում ես այդ ժամանակ Հովսեփը կոտրվեր։ Հենց իր պատճառով, սելիս հենց քո պատճառով շատերը օրհնված են լինելու, բայց դու նորից չպարտվես։ Գիտես սելիս այնքան հետաքրքիր է, երբ որ ես նայում եմ Քրիստոսի առաջի պատերազմը, իր առաջի պատերազմը դա անապատն էր։ Հիսուսի անապատն էր։ Ու մենք շատերս այս անապատի միջով անցնում ենք։ Տարբեր տեսակի անապատներ։ Ես այսօր այնքան կարամ տվեմ իմ ու քո անապատները, թե մենք ինչերի միջով ենք անցնում։ Բոլորին է տարբեր է ու բոլորին է դժվար է։ Մեզ պետք չի որ մենք վերցնենք մեր գերանը չափենք ուրիշի գերանով։ Սելիս ամեն մեկի գերանը իր համար ծանր է։ Ես մի անգամ աղոթելով ասում եմ Տեր Աստված, կլինես դժվարությունը իմ վերից հանես։ Ու գիտեք ինչ պատասխան իմացա։ Չէ, չեմ հանելու։ Ու ես տեք աղոթքի մեջ ես կանգնա ասեցի դա լավն է։ Ես կխնդրեմ Գաննովագին, եթե կարելի է, շնորհակալություն։ Ու գիտես, ես աղոթում եի ու ասում եմ Տեր Աստված, դու չես տեսնում որ դժվար է։ Դու չես տեսնում որ ծանր է։ Ես ասում եմ խնդրում եմ հանի ես դժվարությունը ինձանից, դու իմ Աստվածն ես։ Ես չունեմ ուրիշից խնդրելու տեղ, չեմ էլ ուզում ուրիշից խնդրեմ։ Ես չեմ ուզում հայացքս ուղղեմ ինչ-որ մեկին։ Ես չեմ ուզում ուրիշներից սպասեմ։ Ու գիտես Աստված ինձ ասեց չեմ հանելու։ Ես չեմ հանելու այս դժվարությունը քո վրայից։ Ասում եմ Տեր Աստված, դու չես տեսնում որ ես էլ չեմ կարում։ Ու Աստված ինձ ասեց դե քեզ ա թվում։ Ես քեզ զորություն կտամ որ դու ես տանես։ Ու ես քո տարածը շատերի համար օրինակ է լինելու։ Ձերից քո անցած ճանապարհը շատերի համար օրհնություն է լինելու։ Բայց ես խնդրում եմ քեզ նորից չհանձնվես ու այդ ճանապարհը ճիշտ անցնես։ Ու գիտես շատ ժամանակ դու քո ճիշտ ճանապարհը անցնելու ժամանակ նորից քո վրա փորձություն կգա։ Դες Հիսուսի կյանքում է նույն բանը տեղի ունեցավ։ Անապատում պատերազմ էր անում 40 օր 40 գիշեր։ Երբ որ աղոթքի ու ծոմի մեջ էր։ Աղոթքի ու ծոմերից հետո մենք բոլորս ինչ ենք սպասում։ Հարցի պատասխան։ Հրաշքների ենք սպասում։ Իսկ Հիսուսի կյանքում փորձություն եկավ։ Իմ ու քո մտել է տենց։ Երբ որ աղոթում ես երկար ժամանակ փորձանքից ոնց որ փորձանքի մեջ ընկնես։ Ոնց որ մի այլ փորձությունից նորից փորձության մեջ ընկնես։ Հոսեփը 10 տարի ստրկության մեջից նորից ընկավ ավելի լավ տեղ։ Ավելի փորձանքի մեջ։ Ու գիտես հետաքրքիր մի բան կար Հովսեփի սրտում, դա իր անձնական վերապրումից էր։ Իր սիրտն էր տենց ստեղծված, ինքը թույլ էր տվել ասում, որ իր սրտի սիրտը զորությունով լցված էր, երբ որ իրան հարցնում էին։ Ես հիմա մի բան կասեմ ուշադիր լսի։ Երբ որ իրան հարցնում էին, ինքը ոչ պետապրեսի կնոջ մասին վատ բան ասեց, ոչ իր եղբայրների։ Ասեց իրավ, որ երբ որ ես գողացվեցա իմ երկրից եւ որից գողացամ, ես ընդեղ էլ մի բան չէի արել, ու ստեղ էլ մի բան չեմ արել, որ հայտնվել եմ։ Այ քեզ պատասխան։ Այ քեզ հավատքի մարդ։ Դու գիտես այս պատասխանը ով կարա տա։ Ով որ վստահում Աստծուն։ Ով որ սիրում Աստծուն։ Ով որ չի կասկածում Աստծո զորության վրա, հենց քո կյանքի համար։ Ու գիտես հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, որ ես ամբողջ խոսքը իմ կյանքս փոխեց։ Երբ որ եկան երկու թագավորի ծառաներ ու իրանք Հովսեփին պատմեցին իրանց երազները։ Հիմա ամենակարևորը դա մոտավորապես անցել էր 11 տարի արդեն։ 10 տարի պետապրեսի մոտ էր եւ մի տարի արդեն բանտում էր։ Ու գիտես ինչ հետաքրքիր բան արեց Հովսեփը։ Դու պատկերացնում ես այն երազները,
որը որ Աստված տվել էր իրան, իր կյանքում չէր իրականացել, բայց ինքը մեկը հավատալով մեկնում է երազները։ Մեկը կարող կողքից ասեր եղբայր, եթե դու երազ ես տեսել, քո կյանքում իրականացել է, շատ են չէ քեզ ասում, դու տենց ապրում ես, դու դժվարություն անցել ես, դու սենց անում ես, դու ես ինչ եղել ես, եղբայր, երբ որ ես երազը, որ դու տեսել ես, որ դու հիմա ինձ մեկնում ես, քո կյանքում իրականացել է, գիտես Հովսեփի կյանքում չէր իրականացել։ Այսօր շատերի մոտ կգա կասի, գիտես, դու պիտի ծառայես։ Մեկ եք նայում ես, ասում ես, դու քանի տարի ես ծառայում։ 20 տարի։ Դու ծառայել ես ինչա փոխվել, որ ես ծառայեմ։ Սերից դու պետք է զոհաբերես, որտեղ օրհնությունը զոհաբերության ու ինձաների մեջ է, դու քանի տարի զոհաբերում ես։ Քշածը ոնց են ասում, են մենք ենք մեր սարերը, որ հնձածը տես չի, խոտ չի։ Գիտես դու պիտի ծոմ պահես։ Հովիվ ջան, դու քանի տարի ծոմ ես պահում։ Գիտես դու պետք է հավատարիմ մնաս։ Լմի րոպե, դու ես քանի տարի հավատարիմ ես։ Ես ուզում եմ մի բան ասեմ քեզ։ Կապ չունի, թե դու ինչ ես, ինչով ես անցնում։ Հավատարմությունը չկորցնես։ Նորից չհանձնվես։ Նորից պատերազմը, նորից չհանձնվես։ Գիտես, երբ որ Հովսեփին եկան երաց պատմեցին, հենց իրա դուգեշ կան կարար հարցեր տար։ Աստված ջան, ես երաց տեսա։ Ու ես երազի պատճառով ընկա այս խնդիրների մեջ։ Բա կարող ես հիմա այս երազի մասին չպատմեմ։ Ասեմ, գիտես, ես այդ երազներին չեմ հավատում։ Այսօր ինչ են շատերի հիասթափված։ Իրանց արդար ապրելու պատճառով ընկել են դժվարությունների մեջ։ Մեկ էլ կարող է անարդար ապրեմ։ Չէ, սիրելիս, նորից չհանձնվես, արդար ապրի, Հովսեփը կարար ես հարցերը տար, կարող է էլ չծառայեմ գնամ, չգիտեմ, եթե ին վրա օրինակ բերեմ, գնամ խոպամ, նես բար կա, չէ, գիրեք չէ, որ Աստվածաշնչում է գրած այդ բառը, խոպանացել է, առաջ անգամ կարծացես, դե ուրց են գյումրեցիք վերցրե, խոպան բառը, չէ, սիրելիս, հավատարիմ մնա, կարող է բամբասեմ, մեկ այս մեկի կյան բամբասես, բան չփոխվավ, չէ սիրելիս, հավատարիմ մնա, նորից չհանձնվես, նորից ծառայի, նորից վազի Աստծո համար, նորից աղոթի, եթե քո կյանքում հենց բան չի փոխվել, նորից աղոթի, եթե քո ընտանիքում էլի բան չի փոխվել, նորից աղոթի։ Շատերը կգան կասեն իմ կյանքում, մեր ընտանիքում այս բացավ մարդիկ չապաշխարեցին, ուրիշները սաղ ապաշխարեցին, նորից հավատա, նորից աղոթի, աշխատանքիդ մեջ մի ասթափվի, նորից աշխատի, 13 տարի էր անցել, երբ որ Հովսեփը 30 տարեկան ժամանակ էր կանգնած էր փարավոնի առաջ։ Ու գիտես, երբ որ փարավոնը իրաց տեսավ ու Հովսեփը մեկնեց, Հովսեփը այդ ժամանակ չէր կասկածում, որ Աստված խոսք է տվել ու Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Աստված խոսք է տվել սիրելիս, ու Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Մինչև ես ու դու չդառնանք այն մարդը, որ Աստված կտեսնի, այդ ժամանակ Աստված կսկսի օգտագործել ու իր օրհնությունները գալ քո կյանքի վրա։ Աստված չի կարա վերցնի մետաղը ու օգտագործի որպես ոսկի։ Աստված պետք է մետաղ անցկացնի կրակի միջով։ Ու նոր մարդկանց ցույց տա, որ էս է ոսկի։ Գիտես, սիրելիս, ես միշտ մտածել եմ ու մի բան եմ հասկացել, որ այնքան էլ լավ չէր լինի, որ մարդը դժվարությունների միջով չանցներ։ Ես չեմ մտածում, որ ուժեղ մարդիկ չեն սիրում դժվարության միջով անցնել։
դա թույլերը չեն սիրում։ Մի անգամ աղոթեցինք, ստացանք։ Այս ճանապարհը սենց հեշտությամբ ինձ օգնեցին, ինձ էս արեցին, առանց աղոթքի, առանց կրակի միջով, առանց հիասթափությունների, առանց պրավալների, այդ որ մի բան անում ես, մի բանը ավելի երկու անգամ վնասվում ես։ Հետո կանգնում ես, չհասկացա, ես ճիշտ արի թե սխալ։ Ես չհասկացա, ես ինչ եղավ։ Հիմա կարող եմ վախից մի բան չանեմ։ Ցելիս իշտել է քո կյանքում լե հետաքրքիր նայ, երբ որ դու տեսնում ես Հովիտ, որ օրեցօր ծոմերի մեջ է, աղոթքի մեջ է, ու ճեղքելով, ճանգրտելով, մռնչալով մի բան վերցնում է, ինչքան ես ուզում դու իր կողքին կանգնես, իրանից օրինակ վերցնես։ Իսկ պատկերացնում ես մի հատ հովի, որ հովանավորներ ունի, իրան լիմուզինով բերում իջացնում են, ինքը գալիս հենց ասում է, «Էս ինչ շորեր եք հագել»։ Հələ շուտ հանվեք գնացեք հարսանիքի շորեր հագեք։ Ես ինչի սաղի ձերքին ժամացույց չկա, բրասլետ չկա, ես խի սաղը բանով չեք եկե, ջիպերով չեք եկե, հենց կգեն հաղ կամ։ Սելիս իսկ երբ որ մարդը կանգնած ասում է հովիվ, կաղոթես այսօր ես 1000 դրամի կարիք ունեմ, այո իհարկե, ու ոչ միայն կաղոթեմ, կորտնեմ էլ, բայց հովիվ դու չունես, ոչինչ, ոչինչ։ Այդ մարդու կողքին դու ավելի հեշտ կկանգնես։ Այդ մարդու հետ դու ավելի հեշտ ճանապարհ կգնաս, որտեղ երբ որ դու նրանից սայթակես ընկնես, ինքը չի ասի, տեսար։ Ինքը չի ասի, դա քո տեղն էր, ինքը չի ասի։ Որ տենց էլ պետք է լիներ, ես որ ասում էի, երբ որ դու սայթակես նրանից ընկնես, կգաք ասի ոչ ցաված։ Արի գնանք բուժենք։ Արի գնանք քեզ տիրություն անենք։ Ու դու կհասկանաս, որ շատ ժամանակ իմ ու քո կողքին ոչ թե խորհուրդ տվող է պետք, այլ իմ ու քո կողքին ուղղակի սրտապինդ մարդ է պետք։ Իմ ու քո կողքին ուղղակի լրող է պետք։ Իմ ու քո կողքին ոչ թե իր ֆինանսներն է պետք։ Գիտես շատ մարդիկ մտածում են, թե ֆինանսները ավելի շատ օգուտ են տալի։ Չէ, սիրելիս, շատ ժամանակ կողքիդ ուղղակի լուր մնալ է պետք։ Բայց կողքիդ տասիրեք տարի էր անցել։ Ու դրանից հետո 2 տարի էր անցել, 9 տարի էր անցել, երբ որ Հովսեփը տեսավ իր հորը, որտեղ գրված է, որ 7 տարի լիությունից հետո Հովսեփի հերասումը դեռ 5 տարի էլ հələ դեռ կա, եւ իրանք տեղափոխվեցին Եգիպտոս։ Ցելս երբ որ Հովսեփը տեսավ իր աղբերներին, ինքը կայացած մարդ էր։ Ինքը սիրով լեցված մարդ էր։ Ես ուզում եմ, որ այսօր մենք բոլորս, որտեղ Աստծո նպատակն է, որ մենք մեր ճանապարհների մեջ երբ որ կանցնենք, կայացած մարդ լինենք։ Հստակ մարդ լինենք։ Որ չլինի, որ գիտես, երբ որ գա ժամանակը, երբ որ դու արդեն կհասնես ինչ-որ մի բանի, գիտես ուզենաս ինչ-որ մեկի վրա խնդիր լինել։ Չլինի այն ժամանակը, որ դու ուզենաս հիշացնես, թե ինչ է տեղի ունեցել, որ դու ուզենաս հիշացնես, թե ինչից անցար հասար այս նպատակին։ Գիտես, այս ինչ արեցիր։ Սելիս ոչ, Հովսեփի պես կարողանաս կանգնել ասես, որ Աստված ինձի հաղթանակով տարավ այս ճանապարհը, որ ես այսօր հաղթանակով էլ կարողանամ ձեռք մեկնել։ Հաղթանակով կարողանամ ճիշտ խոսքեր ասեմ։ Սելիս էլի մեկ լավ մտածի։ Աստվածաշունչը ասում է սրտից է կյանքը, կյանքից, սրտից է կյանքի ելքը, սրտից է ելում։ Աստված իմ ու քո սիրտն է ուզում փոխի, ամրացնի։ Կապ չունի թե ինչ է քո վիճակը, կապ ունի թե ինչ վիճակում է քո սիրտդ։ Գիտես, աղքատությունը հետի քո իրավիճակը չի։ Դա քո սրտի դիրքն է։ Քո մտածելակերպն է։ Հարստությունն էլ քո իրավիճակը չի։
Դա քո սրտի դիրքն է, քո մտածելակերպն է։ Ոչ մեկ չի խանգարում դու հաջողակ լինես։ Շատերը մտածում են, այ որ այսքան բան ունենայի, հաջողակ կլինեի։ Այ որ ես աղոթեի, սաղ բժշկվեին, հաջողակ կլինեի։ Այ որ ես ինչ ծառայության մեջ լինեի, հաջողակ կլինեի։ Այ որ ես ինչ տեղը տուն ունենայի, ավտո այս մեքենան ունենայի, այս որ գործ ունենայի, հաջողակ կլինեի։ Ձերից կար իմ կյանքում ժամանակ, որ Աստված ինձ ասեց, կարաս քո 1000 դրամով, 1000 ռուբլեով հաջողակ լինել։ Ես հասկացա, որ հարստությունը շատության ու քչության մեջ չի։ Հաջողությունը իմ շնորհակալության մեջ է։ Ես այնքան երջանիկ եմ, որ ես այդ օրը 1000 ռուբլի փող էի աշխատում։ Որտեվ ես կարացել էի աշխատել։ Իմ համար այդ իմ ամենամեծ հարստությունն էր։ Ու ես դրա մեջ ինձ հաջողակ էի զգում։ Երկրորդ Կորինթացիս 4:6-ից 10։ Որովհետև Աստված որ ասեց, թե խավարից է լույս ծագե, այս այնքան հզոր խոսքեր են։ Ինքը մեր սրտի մեջ ծագեցրեց։ Ասում է, որովհետև երբ որ են Աստված, որին որ դու ճանաչում ես Աստված, որը որ կարողացավ խավարի մեջ լույս ծագեցներ, այ ինքը այդ լույսը քո սրտի մեջ ծագեցրեց։ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու Հիսուս Քրիստոսի դեմքում է։ Իր փառքի լուսավորությունը տալու համար, որ Հիսուս Քրիստոսի դեմքում է, իր դեմքը երևա իմ ու քո սրտի վրա։ Պատկերացնես, որտեղից կնային Քրիստոսին տենան։ Ոնց քեզ կփորձեն Քրիստոսին տենան։ Դու պատկերացնես, ոնց քեզ մոտենան մեկը հետևից, կողքից, տակից, լնում է, չէ՞ որ ամեն տեղից ուզում են փորձեն քեզ։ Ոնց էլ փորձեն մեկը Քրիստոսին հանդիպեն։ Բայց այս գանձը ունենք մեր անոթներում է, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի եւ ոչ թե մեզանից։ Ամեն բանի մեջ։ Գիտես, այս ամենաուժեղ խոսքերն է, որ ես այսօր կարող եմ լսել։ Հնայք ինչ է գերված։ Գերված է, որ մենք ամեն ինչի պես ենք։ Գերված է, որ ինչ որ տեղի ունենում, մեր հետ էլ է տեղի ունենալու։ Բայց ամեն ինչ մարդիկ կան, որ շատ բաներ չունեն, բայց ես ու դու այսօր ունենք։ Հիմա նա ինչ է գրած, ամեն բանի մեջ մեղված ենք, բայց չենք ճնշված։ Դու չես եք պատկերացնում ճնշումներն ինչ է։ Ձեզնից ես մի բան կասեմ, նայ, ես խնդրում եմ ուղղակի ուշադիր լինեք։ Տիտանիկը գիտեք բոլորդ։ Դու գիտեք ինչի պատճառով Տիտանիկը չեն կարող հանեն։ Ճնշումների։ Մի անգամ իմ եղբայրները զանգեցին, ասին ոնց ես, ասի լավ եմ։ Ասեց ինչ ես անում, ասի Լեոյի հետ կոֆե եմ խմում։ Ես Լեոն ով է, ասում Տիտանիկի։ Ցելի շատ ժամանակ դու ճնշումների տակ կլնես։ Ու ես ինչ հետաքրքիր է, ես մի քիչ էս իմ ասածը ճիշտ է միամիտ եղավ, կատակով էի ասում, բայց ես սկսեցի մտածել դրա մասին։ Լինում է, որ մենք լոդկան քո ջարդված է լինում։ Լինում է, որ շատ փոթորիկներ, ջրեր, ստեղից ջուրը հանում լցում ես, ծով ընդեղից է լցվում, ընդեղից հանում ես, ընդեղից է լցվում։ Ու գիտես լինում է, որ շատ մարդիկ սկսում են խորտակվել։ Ու գիտես, հենց սկզբից, երբ որ դու միանգամից թվում է, թե գիտես, հենց միանգամից մեկը պիտի գա, որ քեզ օգնի կամ բարձրացնի, կամ ինչ-որ մի բան լինի, որ այդ ճնշումը քո կյանքից հեռանա, բայց լարի ուտես, որ ինչքան դու խորանում ես, այնքան մթանում է քո կյանքդ։ 2 մետրի վրա ճնշումն է ուրիշ, համ լուսավորությունն է ուրիշ։ Համ էլ դու կարող ես կարողանաս ձենել լսես։ Երբ որ դու 15 մետրից ավել ես, համ մթությունն ավելի խավար, համ ճնշումն ավելի ծանր, համ էլ ձեներն ես ավելի վատ լսում։ Ու ես երբ որ դու ինչքան շատ խորանում ես,
Դու ինչքան շատ իջնում ես, քո ուժերը սկսում ավելի թուլանալ, որտեղ ճնշումն է սկսում ավելանալ։ Ու շատ ժամանակ գիտես դու քեզ զգում ես շատ ճնշված, տարբեր կողմից։ Ու գիտես ինչքան վատ է Տիտանիկի դիրքը, որտեղ ինքան վերևից է ճնշված, համ տակից, համ ամեն կողմից, ու անհնար է Տիտանիկ ընդեղից հանելը։ Անհնար է։ Այսօր շատ մարդիկ ներսից Տիտանիկի դիրքում են։ Ոչ մեկ չի կարողանում ձեռք մեկնել։ Ոչ մեկի ձայնը չեն լսում։ Ոչ մի լույս իրանց կյանքում չեն տեսնում։ Իսկ գիտես ինչը կարա փրկի։ Քո շուրթերով Աստծուն ասել Տեր փրկի ինձ։ Իմ ու Տիտանիկի տարբերությունը գիտես ինչն էր։ Տիտանիկը չէր կարա Աստծու հետ խոսար, իսկ ես կարացա։ Ասի Տեր, այս ճնշումներից ոչ մեկ ինձի չի կարա հանի, բայց դու կարաս։ Գիտես ստեղ ինչ ուժեղ բան ա գրած։ Ստեղ գրած ա, որ մենք բոլորի պես նեղված ենք։ Շատերը կլինեն Տիտանիկի դիրքում, բայց մենք ճնշված չենք։ Երբ որ դու Աստծո հետ ես, ճնշումները քո վրա իշխանություն չունեն։ Լսում ես, երբ որ դու Աստծո հետ ես, ճնշումները քո վրա իշխանություն չունեն։ Երբ որ դու Աստծո հետ ես, ճնշումները քո վրա իշխանություն չունեն։ Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված, կարոտ ենք, բայց չենք տարակուսված, հալածված, բայց երեսից չընկած, վայր ընկած, բայց չկորած։ Շատերը հենց ընկնում են կորանք, դու կորար, մեկը կա, որ Աստծո երեսից կվրիպի, եթե մեկը կվրիպի, ոչ դու, որտեղ դու Աստծո լույսի պես ես։ Հենց հոգնեք ձեն կհանեք։ Ամեն ժամանակ Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնում հայտնվի։ Ամեն։ Ես Հիսուսը մեռած էր ամեն ինչի համար։ Հիսուսը ամեն ճնշումներից, ամեն գայթակղություններից, ամեն հիասթափություններից մեռած էր, գրված է, որ Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրենք, Հիսուսի հետ էլ հարություն կառնենք։ Գաղատացիս 2:20-ը ես կխնդրեմ ոտքի կանգնենք, մենք հիմա աղոթելու ենք։ Մինչև կաղոթենք, մինչև կկարդամ այստեղ, ուզում եմ հարց տամ, կա մարդ, որ առաջ անգամ է։ Եթե կա մարդ, խնդրում եմ ձեր բարձրացեք, մենք ձեզ ողջունենք։ Գիտես, ելիս մեծ գործ ունենք անելու։ Ու այդ մեծ գործի մասնիկը կողինը չի։ Մեծ գործի, մեծ գործիքը ես ու դու ենք։ Դու շատ ճիշտ կանես, երբ որ կասկածես քո ուժերի վրա։ Բայց շատ սխալ կանես, երբ որ կասկածես Աստծո ուժերի վրա, որ Աստված չի կարա քեզ օգտագործի։ Աստված կարա ինձ ու քեզ օգտագործի։ Դու կարող ես մեծ գործ անել քո քաղաքի համար։ Դու կարող ես մեծ գործ անել քո հարևանիդ համար։ Վերջը սիրելիներս, արեք ճիշտը մտածենք։ Ամենամեծ հաղթանակը, երբ որ մենք կանենք, դա կողքինիդ քո աչքի տեսած մարդու փրկությունն է։ Ու դու ինչի հնարավորություն էլ որ չունենաս, դու ավետարան տալու հնարավորություն ունես։ Սիրելի, սա բոլորիս է վերաբերվում։ Մենք շատ ժամանակ ենք սրա մեջ թերանում։ Գիտես, սիրելիս, հեշտ չի, բայց հաղթանակն է շատ զորավոր է։ Ու գիտես, մարդու ամենամեծ ուրախությունը ինչն է։ Դու զգացել ես, որ շատ փող աշխատելուց դու այդքան էլ ուրախ չես,
այդ ուրախությունը երկար չի տևում։ Իրոք լուրջ եմ ասում։ Մեծ հաջողություն ունենալուց, եթե մարդը այնքան է հաջողությունով տարված, որ մեկ է տեսար այդ հաջողությունը ում հետ ուզում ես խոսալ, ում հետ կապ չունի։ Դու կարաս փորձես քո կյանքում, այս մի շաբաթվա մեջ փորձես։ Հետո կգաս ձեր հովին կվկայես։ Ում հետ խոսում ես, այն վաղ որ ես էի անում, այն վաղ որ իմ կյանքում սենց էր, այն վաղ որ ես գործի վրա էի։ Ոչ մեկը չի ասում հիմա։ Ով էլ որ ասում է հիմա, մի քանի ժամանակ հետո դա պատմելու է։ Նորից ասելու է այն ժամանակ։ Այսինքն ամեն ինչ ես թափեցնում է ինձ ու քեզ, բայց ոչ քո ընտանիքի փոխված կյանքը։ Ոչ այն մարդկանց կյանքերը, որոնք որ փոխվում են։ Ու երբ որ դու քո աչքերով տեսնում ես, որ մարդը փոխվել է, մարդը ապաշխարել է։ Երբ որ դու տենում ես, որ մարդը կանգնած փառաբանում է, երբ որ դու տենում ես, որ մարդը այն ժամանակ խաբում էր, հիմա չի խաբում։ Երբ որ դու տենում ես, որ այն ժամանակ մարդը հանցագործություն էր անում, ավելի վատ բաներ էր անում, շնություն էր անում, հիմա չի անում, սուտ էր խոսում, հիմա չի խոսում, բամբասում էր, հիմա չի բամբասում։ Այն ժամանակ կարող է քեզի մեջքից խփել, հիմա չի խփում։ Դու դրանից ես ուրախանում։ Դու տենում ես այն ժամանակ մարդից կապանքների մեջ, բայց հիմա արդեն ազատ։ Այն ժամանակ տենում ես ստուկի մտածելակերպով, բայց այսօր որդու մտածելակերպով։ Այդ դա է ինձ ու քեզ ուրախացնում։ Դու ծնողին լեկա հարցնես, հələ հարցրա, տես ես լիքը ծնողներ լացում են, որ իրենց երեխեքը լիքը փող են աշխատում, բայց ամեն գիշեր նարկոտիկ են անում։ Նաշնոյ կլուբներից դուրս չեն գալի, չեն կարողանում, իրենց երեխեքի երեսը չեն տենում։ Այդ ծնողին հələ հարցրա, կուզենար իր երեխան այդ վիճակում լիներ։ Աշխարհի հնարավորությունը կործանեց, այսինքն ավելի մեծ բան կա, քան թե որ մենք կուզենայինք։ Ու գիտես ինչ, բոլոր ծնողները թվում է թե 40-30 տարեկանում այդպես չէին մտածում, ոնց որ արդեն 50-ին մոտ տարեկանում։ 50-ին մոտ իրենք լրիվ ուրիշ ձև են մտածում։ Ինչի համար։ Ինչի 40-ի ժամը, դե թող ծխի մի քիչ էլ, կմեծանա կփոխվի։ Դե թող խմի, թող հայոյի։ Դե թող գնա ստեղ, թող գնա իր շրջապատի հետ, թող էս ինտերնետերի մեջ ավելի շատ մնաս։ Էլիս ինտերնետը ես չեմ ասում, որ սատանայից է։ Ոչ։ Ինտերնետը մեր Աստծո տված հնարավորություն է։ Օգտագործելու Աստծո փառքի համար։ Քո հաջողությունն էլ, երբ որ դու օգտագործում ես ինտերնետը քո հաջողության համար, դա էլ է Աստծո փառքի համար։ Երբ որ դու կարողանում ես քո գործերը ավելի հեշտացնել իր միջոցով։ Բայց ոչ անառակ սայթեր, սերիալների կապանքներ, սխալ դիվային ազդեցություններ, հենց ինտերնետի միջոցով։ Ու ինտերնետի միջոցով ավելի անօրենությունը շատացել է։ Այսօր դու կարող ես ասել, կանգնել ասել, դե ես ինչով կարող եմ մեր ով ավելի լավ է քարոզում, քան ես։ Սելիս դու կարող ես Աստվածաշնչից ցիտատներ վերցնել, որը որ քո սրտին շատ կկպնի, ու տեղադրի քո ամբողջ էջերի մեջ։ Թող Աստծո խոսքը քո միջոցով քարոզվի։ Ես չեմ կարա, ես այդքան հնարավորություն չի, այդքան ճիշտ չեմ կարում բացատրեմ։ Բացատրել պետք չի։ Սուրբ Հոգին իմ քո տեղը ամեն ինչ կանի։ Սուրբ Հոգին գործիք է ման գալի, որ վերցնի ու սկսի օգտագործել է, կտրել է, բարձրացնել է։ Գիտես ինչի Աստծո զորությունը այդքան շատ չի։ Հա, սիրելիս։ Որտեղ Աստված մարգարեին ասեց, ով կգնա իմ ու քո փոխարեն։ Ոնց ասված, դու իմ կարիք ունես, նիչիվո սիբե։ Ինչ մտածում է, ես մեկը չէի մտածում։ Այո, սիրելիս, ասված իմ ու քո կարիք ունի։ Ով կլինի իմ շուրթերը այս երկրի վրա։ Ով կլինի իմ ձեռները այս երկրի վրա։ Ով կլինի իմ ոտքերը, մեկը կլինեն ոտքեր, որոնք որ կհասնեն կոտրվածին։ Մեկը կլինեն շուրթեր, ովքեր որ կհասնեն ականջ չունեցողին։ Մեկը կլինի ձեռքեր, ով կհասնի ինգացին։ Աստված իմ ու քո կարիք ունի։ Մեկը կլինի երիտասարդներ, ովքեր որ ավելի լավ կհասկանան այս նոր միջոցները օգտագործելու Աստծո փառքի համար։ Ես զարմանում եմ, սիրելիս, իրոք իմ վրա եմ զարմանում, ինչ ասում եմ ինձ էլ է վերաբերվում։ Երբ որ նայում ես եկեղեցիները, այսօրվա եկեղեցիները, շատ թույլ են ինտերնետների մեջ, չէ՞։
ասենք մի հատ կորպորացիա կա, ինքը այնքան երիտասարդներ ունի, որոնք որ շատ խորը կարողանում են լավ պրոդվիժնիայի լավ բաներ կան, չէ՞, տենց գիտեն ոնց տարածեն ամեն ինչը։ Ես զարմանում եմ, որ մի հատ հիմարություն կամ իրանց արտադրանքը, կամ իրանց ուզած է, հենց են տարածում այդ TikTok-ներով ու ամեն ինչներով։ Ես TikTok-իստ, Facebook-իստ, չգիտեմ, Instagram-իստ, одноклассистիստ, ոնց որ Asterix, Obelix, ասենց։ Ամեն ինչը դրա մեջ մասնագետ են, բայց եկեղեցու ծառայությունները տարածելու մեջ իրանք մասնագետ չեն։ Ես մի բան եմ խոսում, որ բոլորիս սա վերաբերվում, սկսած ինձանից։ Սերիս ինչի ենք մենք ամաչում ամեն ձև օգտագործվելու Աստծո խոսքի մեջ։ Այ էդ իմ բանը չի, ինչի քո բանը չի։ Տես շատ ժամանակ կասեիր այն ժամանակ խոսում ենք, հիմա հա սիրելիս, մեր Մոսկվայում, Ռուսաստանում շատ խնդիր է հիմա փողոցներում կանգնել ավետարան քարոզելը։ Մեծ խնդիր է։ Դու կարող ես քեզ չվնասես, կարող է քեզ ուղղակի բաց թողեն, բայց դու քո եկեղեցուն կվնասես, եկեղեցին կփագեն։ Իրան քեզ չեն վնասի։ Այսօր մեծ խնդիր կա։ Բայց գիտես ելիս, Աստված մեզ միջոց է տվել։ Եթե այն ժամանակ մարդիկ քարոզում էին ու չէին վախենում բերդերից, գիտես ելիս, այսօր դու մի վախեցին, մինչև քո ինտերնետը կփագեն։ Քանի դու ինտերնետ ունես, աղբյուր ունես, օգտագործի Աստծո փառքի համար։ Սելիս այսօր Աստված երիտասարդների կարիք ունի, որ կրակով վառված են։ Բայց ցավալի է, որ աշխարհի համար, գայթակղությունների համար։ Այսօր ցավալի է, որ մենք աղոթում ենք ամենաշատը ազատագրվում են երիտասարդները, ու գիտեք ինչից։ Անառակ սայթերից։ Այսօր ցավալի է, որ ժողովրդի մեծամասնությունը ազատագրվում է ժլատությունից։ Նկասես ֆինանսի, էդի հələ հեչ։ Էդի հələ հեչ։ Այս բարի բանը իմնա, այս խարակտերը իմնա, մի հատ սխալ բանա տենում ու իր կողքինի կյանքում չի ասում, որ այդ սխալը իրան կործանի։ Մարդուն տենում ես կործանված, չես ասում, որ սենց արա։ Չես ասում, որ փրկության տեղ կա, ճանապարհ կա, ճիշտ ճանապարհ կա։ Այսօր մարդը այնքան ժլատ է, որ սա լավ բաները պահում է իրան։ Հովսեփը մի բան էր ստացել, ու այսօր այս ուդում մի բանի մեջ ենք հստակ լինելու։ Գաղատացիս 2:20-21 Եվ կենթանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում։ Եվ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքովն եմ կենթանի, որ ինձ սիրեց եւ իր անձին համար մատնեց։ Եվ ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետեւ եթե արտարությունը օրենքի էր, ուրեմն Քրիստոսը զուտեղը մեռավ։ Մենք օրենքով չենք շարժվում։ Հիսուս Քրիստոսը օրենքի համար չմեռավ, այլ իմ ու քո համար մեռավ։ Ու հարություն առավ ինձ ու քեզ զորություն տալու համար։ Հարություն առավ, որ ես ու դու Քրիստոսի զորությունով ծառայենք։ Որ շատ մարդիկ, աշխարհի մարդիկ կնայեն ինձ ու քեզ, կզարմանան, կասեն, լսի, ես իրան չէի կարա ներեի։ Դու էլ կասես, ես կարամ ներեմ, որտեվ իմ Քրիստոսը ինձ ներեց։ Շատերը կասեն, լսի, դու մեռած ես։ Այո, մեռած եմ ես։ Երբ որ ինձ վիրավորում են, ես մեռած եմ։ Ես իմ անձը այնքան բարձր չեմ համարում, ինչքան իր փրկությունը։ Ես իմ ամոթս այնքան բանի տեղ չեմ դնում, որ ես կարողանամ գամ իրան ասեմ, լսի, Աստված սիրում է քեզ, Հովհաննես 3:16, ուղղակի կարդա։ Այո, ես իմ անձը այնքան չեմ համարում, որտեվ Քրիստոսի մարմինն է, Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ։